Հայաստանի Հանրապետության կառավարությունը Firebird AI ընկերությունից ձեռք կբերի արհեստական բանականության բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ 5 տարի ժամկետով։ Ապրիլի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև $25 միլիոն համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, նշելով, որ այն, ինչ այժմ իրականություն է դառնում, միայն համատեղ ջանքերի արդյունք է։ Որ բոլորս իրարից անկախ ըստ էության նույն կերպ ենք պատկերացրել, թե ոնց ենք մենք Սփյուռքում եղած մեր անգին մարդկային կապիտալը, մեր պետության անգին հարստությունը ի բարօրություն մեր պետության, մեր երկրի զարգացման վերջնարդյունքում օգտագործելու։ Այսօր ըստ էության այն, ինչ մեզ հետ տեղի ունենում, այդ երկու կողմերի Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերի համատեղման արդյունք է, առանց մեկը մյուսի այս նախագիծը իհարկե տեղի չէր ունենա։ Այն երազողները, որոնք շատ կոնկրետ պատկերացնում էին, թե ինչպես կարելի է օգտագործել NVIDIA-ում մեր ընկերների ներկայությունը և մարդիկ, որոնք որ այդ պահին ունեին հնարավորություն որոշումների վրա ազդեցություն ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության ներսում, սկսեցին միասին մտածել, երազել ու իրագործել։ Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի միջոցով, որը գործարկվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը ևս կարևորեց համագործակցությունը, փաստելով, որ նման մեծամասշտաբ ծրագիրը միայնակ իրականություն դարձնելն անհնար կլիներ։ Իր ծավալով առաջի փուլը, որ մենք գործարկում ենք, եւ երկրորդ փուլի թույլտվությունը, որ ունենք հիմա շուտով հայտարարել ենք նաև երկրորդ փուլի գործարկման մասին, Հայաստանը դարձնում է այսօրվա դրությամբ գրեթե լիցենզիա ստացած ծավալով աշխարհում ամենամեծ երկիրը, անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են շատ մեծ ծրագրի մասին, քան մերն է, բայց թույլտվությունը մեր այսօրվա ունեցած, որ արդեն ստացել ենք, գերազանցում անգամ ծավալներով այդ երկու երկրները։ Ու մենք Firebird-ով իհարկե շատ բարդ ենք ու ուրախ ենք, որ կարողանում ենք նաև այս ծրագրին մասնակցել եւ դա լինելու է շարունակական։ Ալեքսանդր Եսայանը ներկաներին հայտնեց, որ առաջիկայում արդեն նոր ծրագրի մեկնարկը կտրվի, որը կաջակցի կրթական ոլորտում գործող ստարտափներին։ Բուն ծառայությունների մատուցումը Firebird AI ընկերությունը կմեկնարկի այս տարվա ընթացքում։ Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեպարետյանը։ Նա հիշեց, որ այս գործարքի արմատները գնում են դեպի 2018 թվական հեղափոխությունից կարճ ժամանակ անց, երբ նա հրավիրված է եղել հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ տեխնոլոգիաների հարցերով խորհրդատվություն տրամադրելու և քննարկելու, թե ինչ է սպասվում արհեստական բանականության ոլորտում։ This is a pretty amazing moment. Սա հիասքանչ պահ է։ Այն փաստը, որ մենք բոլորս հավաքվել ենք այստեղ այս պահին նշելու համաձայնագրի ստորագրումը, նշանակում է, որ շատ բաներ պետք է տեղի ունենային ճիշտ ձևով երկար ժամանակ, ճիշտ կարգով, որպեսզի մենք բոլորս հավաքվենք այստեղ նշելու այս կարևոր իրադարձությունը։ Մենք կարող ենք Հայաստանը տանել դեպի ապագա, ոչ միայն հասնելով մյուսներին, այլև առաջնորդելով աշխարհը։ Այս մտքերը հայտնվեցին 2018-ին, երբ հեղափոխությունը նոր էր եղել։ Ես եկա այստեղ հանդիպելու վարչապետ Փաշինյանի հետ, տեխնոլոգիաների հարցերով խորհրդատվություն տրամադրելու եւ քննարկելու, թե ինչ կարող ենք անել Հայաստանում համապատասխան տեխնոլոգիական էկոհամակարգերի հետ։ Հետագայում, երբ նա այցելեց ԱՄՆ, նրան հրավիրեցինք այցելելու NVIDIA։ Քննարկում ունեցանք, թե նա ինչ կարող է անել Հայաստանի համար, օգնելու հայերին հասնել ապագային։ Երբ վարչապետը հանդիպեց գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, հարցրեց, թե ինչ պետք է անի Հայաստանը իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար։ Նա պատասխանեց. «Դուք պետք է անեք ձեր ժողովրդի համար այն, ինչ ես եմ անում։ Մենք միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների գերհամակարգիչներ ենք կառուցել մեզ համար»։ Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին, ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։